Շագանակագույն արջուկն ու երկար մազերով ձիուկը շուտով կհայտնվեն փոքրիկների գրկում։ Կերպարային բնական թելերից եւ հիպոալերգիկ այս խաղալիքների հեղինակը երկու երեխայի մայր Վարդուշ Սերոբյանն է։ Սրան անվանել եմ Արջուկ, այդպես եմ իրեն անվանել, շատ եմ սիրում ու միշտ կողքից ինձ ասեն խոսում ես արդեն տիկնիկիդ հետ բարձրաձայն, էլի, չգիտեմ, ինձ համար ու այդ սերը, որ ես դնում եմ իրենց մեջ, փոխանցում եմ նաև բալիկներին, որ իրենք զգան այդ սերը։ Ամեն ինչ սկսվեց խանութում հանդիպած մեկ ձեռագործ պայուսակից։ Տուն հասնելուն պես Հելուն ու թելը ձեռքը վերցրեց ու փորձեց ստանալ դրա կրկնօրինակը։ Սկզբում գործում էր ընկերների ու ընտանիքի անդամների համար, մի օր էլ հասկացա, որ իր աշխատանքները կարող են դուրս գալ ծանոթ բարեկամների սահմաններից, ներկայացվել սոցիալական հարթակներում ու վաճառվել։ Այն հաճույքը, որ ես ստանում եմ մարդկանց նվիրելուց ու տեսնելով, թե իրենք ինչքան են ուրախանում, հավանում են աշխատանքները եւ այլն, դա ինձ համար ամենամեծ հաճույքն է, որ գնահատված է, սիրված։ Յուրաքանչյուր նոր աշխատանք սկսելիս, եթե բարդություն է առաջանում, դիտում է տեսանյութեր, կազմում սխեմաներ եւ արդյունքում ստանում իր ուզածը։ Իդեպ ուղեցույց ձեռնարկ է մշակում, որպիսի սկսնակները հնարավորություն ունենան մայրենիով սովորել ձեռագործի հիմունքները։ Տարիների փորձ ունեցող ֆիզիկայի ուսուցչու համար, որքան էլ այս աշխատանքը գրավիչ լինի, մանկավարժական առաքելությունը շարունակում է մնալ առաջնային։ Մտնում ես դասարան, արդեն այն արջուկները, որ տեսնում ես, հենց այդ ինձ բանան, որ ես երբեք դպրոցը չեմ կարող թողնել, միշտ դա զուգահեռ իմ հետ լինելի է, ձեռագործ աշխատանքներն էլ արդեն, չգիտեմ, հանգստություն է, ես եթե հանկարծ նեղված եմ լինում կամ ինչ-որ բան, եթե ես վերցնում եմ Հելունը ձեռքս կամ շուղերը, չգիտեմ, ու սկսում եմ գործել, մի տեսակ խաղաղություն է իջնում։ Տնային հոգսերի, երեխաների խնամքի եւ աշխատանքային զբաղվածության մեջ Վարդուշ Սերոբյանը շարունակում է գնալ նպատակի հետևից։ Վստահեցնում է, ցանկության դեպքում յուրաքանչյուր կին կարող է համադրել կենցաղային խնդիրներն ու գործը։ Պետք է պայքարենք, ապրենք, ստեղծագործենք, չգիտեմ, ինչ-որ բանի հասնենք կյանքում ու թեթևացնել իմ համար շատ կարևոր է նաև ընտանիքի հոգսը թեթևացնել այսօր։ Երկու տղաներ ունեմ, իրենց համար ինչ-որ բան անելը, որ ապագայում գոնե մի հարցում իմանամ, ես իրենց կարողացել եմ աջակցել, օգնել։ Մեծ երազանք ունի բացել փոքր արհեստանոց խանութ, որտեղ այցելուները կընտրեն գունավոր թելերն ու տեղում կհետևեն իրենց պատվերի պատրաստման ամբողջ ընթացքին։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։